ինչ սիրուն էր։ Ես մամադոն ըրքսացի, մի գեղամը չեմ գնում, բավ փախցեմ դու ինչ բալեմ։ Բացոնից կայական եմ, փախցրի։ Վարդագույն շրթներ կքսում ու մենախոսում է լճկաձորցի պետ ու կրակ արևը։ Այդ ջահել տարիներին էր, որ հավանողներին թիվ ու հաշիվ չկար, բայց իր ասպետին հանդիպեց միայն 25-ում։ 25-25, բայց արի ու տես, բախտը չբերեց։ Ճարպիկ անող դնող արևը մի թուլություն ուներ ու հիմա էլ ունի, գրքամոլ է։ Դրան հակառակ պարզվեց, որ Բերթավանցի սկեսուրը գիրք կարդացող հարս չի ուզում։ Դեռ ավելին պայքարեց թե գրքի դեմ, թե կարդալ սիրող նորահարսի դեմ և այնքան արեց, այնքան խոսեց, որ արևը մի օր վեժվուժ հավաքեց ու վերադարձավ հորանց։ Չսիրեին, որ իգները, որտից հետո նստեմ գիրք կարդամ, ազատ ժամերին գիրք կարդամ, զբաղվեմ գրքով, ես ինչ հերոսկես կամպեր զբաղվեմ, կամ մոտս ընկերուհի գա, ես էլ այդ բաները չհանդուրժեցի։ Հետո եղբայրս Ռուսաստան էր, մայրս հիվանդացավ, էլ ուզողնի եկային, բայց գնացի, մորս չքողի գնացի, մորս պահեցի, երկար պահեցի, հետո մայրս մահացավ, մնացի մենակ։ Իսկ ամեն ինչ լավ էր սկսել։ Արևն Այրումի պահածոների գործարանում էր աշխատում 25 տարեկան ուրախ գեղեցկուհի, որ ամուսնանալու մասին իսկի էլ չէր մտածում։ Այն տարիներին Երևանից հարյուրավոր ուսանողների էին բերում պահածոների գործարանում աշխատելու։ Տասնյակ տեսքով, շնորհքով երևանցի տղաներ սիրահետում էին Արևի սիրտը գրավելու համար։ Բայց ճարպիկ աղջկան վաղուց էր աչքադրել ցեխի վարիչն ու խոստացել դասավորել իր բարեկամի համար։ Տղան եկավ, տեսավ, հավանեց մի քանի սիրառատ հայացք, մի քանի ծաղկեփունջ ու Արևի սիրտը հալվեց։ Հետո հարսանիք, հարսիշոր ամեն բան կարգով ու շնորհքով, բայց գնացած տեղը ոնց հասկացավ, սկեսուրները շատ են հարսների հետևից ընկնում։ Հիմա հազար ու մի անեկդոտ գիտի Արևը Բերթավանցի սկեսուրների մասին։ Մի աղջիկ մի ջահել հարսը առավոտը վերակենում, հայացքին ջրացանում, ապրում, որ փոշի չբացանա, հարսը չեկավ սկեսուրն ավիկենում, ասմա գագեցրեն ասու չասել, որտեղ տեղան ձևագալու, սայան ձևակեր։ Խեղճ Արևը դեռ չէր էլ հասցրել հորանց տնից բաժինք տանել ամուսնուտուն։ Դեռ Այրումի գործարանում աշխատելու տարիներին կուտակած 4000 ռուբլին էլ բանկում մի կողմ էր դրած արտասահմանյան կահույք կամ էլ թե մի ընտիր Վոլգա առնելու նպատակով, բայց գնացած օրից իր հետ անհաշտ էր սկեսուրը, բանը բաժինքին չհասավ։ Ընդովա 4000 մեծ գումար էր։ 4000 1000 ռուբլին մեբելի փողեր, սպանը մեբելի կամ եսիմ ինչ մեբելի, ընդով մեծ գումար էր։ Ծրագրավորած էր, որ ինչ ուզենամ առնեմ, մեբել կարնեի, եսիմ ինչ կարնեի, ավտո կարնեի, ինչ կարնեի, ես ուզեի ավտո առնեմ։ Ընդով 24-ն եմ ոտյա, բայց ասի կնեկն ինձ ավտո կշերն ինձ։ Որ ես ամուսնացած չէ, իմ աղբերն ավտոն էր, իմ աղբոր ավտոն էր մին կշեի։ Չէ, Արևը մի կողմից էլ դժգոհ չէ, որ այդպես էլ ընտանիք չի կազմել, բայց քաղի ընկերուհիներն ամեն օր բողոքում են իրենց կյանքից, հազար ու մի հարց կա դժվարություն ամուսնական, ընտանեկան կյանքում։ Դրա համար էլ մեկ-մեկ մտածում է, որ լավ է, որ գլուխն ազատել, թողել եկել է ազատություն գտել, բայց հետո նորից տխրում է, որ այդպես էլ իր սրտի տղամարդուն կյանքում չի գտել, թերևս միայն սերիալներում։ Կյանքից առավել Գևորգ Գրիգորյան դերասանի նման, որ շատ սիրեց այն աղջկան, պայքարեց նա համար։ Քեզ պայքարող դամար կուզենայի ունենամ, որ չունեցա։ Տրվել եմ դաշտերին, հողին, ջրին, իմ ծաղիկներին, իմ կենդանական աշխարհին, իմ գրական աշխարհին։ Սիրում եմ շատ կարդալ։ Հայկական հայ գրողներին լրիվ սիրում եմ, հայ երգիչներին բոլորին սիրում եմ։ Լճկաձորի բարձունքում Արևի ամեն առավոտը սկսվում է մի բաժակ, ինչպես ինքն է սիրում ասել, մակարդակով կոֆեով։ Չնայած որ կյանքը վաղուց արդեն թևակոխել է տեխնոլոգիական դարաշրջան, բայց սուրճով գուշակություններ իրենց տեղը չեն զիջում։ Պրոֆեսիոնալ բաժակ նայող է Արևը։ Արաբիկա, ռոբուստա, թե ինչ կարևոր չէ։ Արժեքավորը բաժակի հատակին նստած մրուրն է, որ կպչում է պատերին ու խորհրդավոր պատկեր դառնում։ Մի հասիուն լոտ տեսա, բայց գիմացը աղվես կա, ապես կոքմների հետ գործ չնենաս, աղվեսը ապես կա։ Ճամփեն լավնա չմտածես,
Հավ գործեի մարտից գնալ ապուջոն։ Հետո։ Միսին աղջկա դեմ կանգած, ես աղջկը թե քիրտա, թե ընկերուհի տա, շատ ուրախանաս ես աղջկանից։ Բոլորին լավ լուր հասցնող ու բոլորին լավ ապագա խոստացող սուրճի մրուրը չտաքացրեց Արևի սկեսուրի սառը սիրտը, ինչ հնարքի ասես, որ չդիմեց սիրտը մտնելու իր կողմը գրավելու համար։ Ամեն առավոտ սուրճի բաժակով ամենալավ բաներն էր գուշակում պառավի համար, մրուրի պատկերներով խոստանում նրա սրտի ուզածի իրականացում, բայց պարզվեց, որ պառավի սրտում միայն իրենից ազատվելն էր։ Ասայի քեզպես լավ կին չկա, որ մի քիչ կերով կենաս ավելի լավը կլինի։ Հիմա էլ դաշտեր աշխատանքի գնալուց առաջ է Արևը ինքն իր համար գուշակություններ անում, հետո ջրի ու ուտելիքի պաշարով շարժվում գյուղի այգիներ, բերքահավաքի։ Այրումի գործարանի փակվելուց հետո Արևը միայն այգու աշխատանք է արել, հասել նրան, որ հիմա խումբ է ղեկավարում, իր նման աշխատող պետ ու կրակ կանանց, որ համարյա ամբողջ տարին աշխատանք ունեն։ Խումբ ունեմ, 4-5 պետ ընկերուհիներով են գնում բրիգադ, ասողը ես եմ, իմ ընկերները ասողը ես եմ։ Հա ճիշտ եմ ասում։ Դեքտեմ սա քակուն չմնալի անկերտների նայել։ Ու յուրաքանչյուր աշխատող մարդն էլ կապրի։ Որտես գցեմ, ով դիմա բերել, որ ուտեմ։ Հույսուսում վրա պետք է գցեմ, թոշակն ու նպաստեմ բավարար չի ապրելու համար։ Աշխատում եմ, ըստ իմ պահանջի ուտում եմ, զակատ եմ անում, ձմեռվա փայք է կառնեմ, ձմեռվա զակատ է կանեմ, ամեն ինչն է ձմեռվա կարեմ արդեն, ամառնանը ձմեռը նստում եմ ուտում։ Արևը հաճախ հիշում է իր երիտասարդ ու գեղեցիկ տարիները, գյուղի մեծերի պատմած պատմություններն ու հեքիաթները, համեմատում իր երիտասարդությունն ու ներկա բարքերը։ Իմ ջայի վաղտս կի աղջկեր կշարվար չհակրեն, բայց մեկ մինչև 80 տարեկանին հակնում են։ Ընկվամոտ է, որ մենք երեխեք էինք շարվար հակնում։ Միքսայ 66 տարեկանին շարվարով եմ մանգալի։ Չհակնեին, կամ օդա չէր, կամ չհակնեին։ Դպրոցական վաղտը լրիվ երեխեքը ֆորմա փարթուկով դպրոց գնեին, որ ֆորմա փարթուկ չրեր դուս անեն 10 գնացեք հակեք։ Կալգոտկեն յամուկ չկար, ես ինչ կեմ, չոլկեն յամուկ չկար, մի կվաղ երեխանցն ինչ կա, կսվում են, մսվում են, դզվում են, պչում են, դուխավատենալում դպրոց են գնում։ Ձոգում չեմ դպրոցականյան, թե դասատվեկեր են որ գնում եմ։ Ոնց կենալիս եմ մնում։ Իրենք էին, որ պարզ էին ու միամիտ, այնքան միամիտ, որ 25 տարեկանում ամուսնական առաջին գիշերից հետո էլ խնամիների մոտ ամոթով մնաց։ Կարմիր խնդոր ենքան երկավոր չէ, զանգ մեն ասմեն ամեն չէ լավաու վերջ։ Կեսուրը, ասենք կարմիր խնդորը սարքեսին է սարքեին, տեքրակնանոց խրգեին, ես էլ Ենքանք դա իմ հորած կնան գարի ասի ես էլ եմ հետնայու գարի։ Ճիշտ կա 25 տարեկաների բայց անգախին ասի ես էլ եմ գարի։ Զարմանալու բան չէր, որ 25 տարեկանը աղջիկ կլի, 30 տարեկանն էլ աղջիկ կլի, են բաղթերի։ Ընդով ամըկ կար, ամաչել կար։ Պահմի։ Մեկ եսի միայն չգիտեմ, մեկով է հարցում կարմիր խնձոր կա, չկա, զանգ մեն ասմեն ամեն ինչ լավ է, լավ է չլում ասմեն լավ է։ Արևը խիստ քննադատ չէ, ինքն իր գործին, իր հոգսին, բայց գյուղում ամենաճարպիկն է, որ գործի մեջ հետևից հասնող չունի։ Ինչքան էլ թե աշխատանքով է տարված, բայց օրերն անցնում են հանդարտ ու խաղաղ, գյուղի կանաչով պատված բարձունքներում։ Նրա փոքրիկ այգին լցված վարդերով, երիցուկներով ու վայրի ծաղիկներով դարձել է ոչ միայն նրա հոգու հանգստության վայրը, այլ նաև գյուղի սրտի մի անկյուն։ Սիրունեք, միք նեղացեք, ես իմ յարիս եմ գովում, Սիրունիկ յարիս եմ գովում, թեկուզինեք դուք աղամնյակ, էլ իմ յարիս եմ գովում, Սիրունիկ յարիս եմ գովում։ Սիրունիկ յարին գովալու հետ Արևը սիրում է բնություն, սիրում է առավոտյան լսել թռչունների ծլվլոցը կամ ցողի բույրը զգալ։ Եվ թեև տարիներն անցնում են, նրա սիրտը շարունակում է բաբախել երիտասարդի պես, լի սիրով, երգով ու ծաղիկների գույներով։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Լճկաձորից, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։